Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար հերթական պատրվակն է դարձել Ռուսաստանի դեմ տնտեսական եւ տեղեկատվական պատերազմ սանձազերծելու համար, հանուն այն բանի, որ Ռուսաստանը ռազմավարական առումով սպառվի։ Այսօր Ռուսաստանի դեմ կատաղի պատժամիջոցներ ու տեղեկատվական պատերազմ է սկսվել։ Ուկրաինական հակամարտությունը ընդամենը հերթական պատրվակն էր, ասել է Շոյգուն։ Արևմուտքը Վաշինգտոնի գլխավորությամբ հրաժարվեց հաշվի առնել մեր մտահոգությունները անվտանգության փոխադարձ երաշխիքների, առաջին հերթին Ուկրաինայի չեզոք կարգավիճակի վերաբերյալ, ասել է Շոյգուն։ Նրա խոսքերով ռուսական կողմի համար անտեսվել են կարևոր հարցեր՝ դեպի արևելք ՆԱՏՕ-ի չտարածման, հարվածային զենքի չտեղակայման եւ ռուսական սահմանների մոտ ռազմական գործողություններից հրաժարվելու մասին։ Ուկրաինան ընտրվել է որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք, ասել է Շոյգուն։ Ռազմական գործողությունները ընթանում են ըստ պլանի։ Հարձակման տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, որի նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական անձանց շրջանում զոհերի քանակը, ասել է Սերգեյ Շոյգուն։ Ուկրաինական կողմը մտադիր չէ կայունացնել ճակատը, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի Ռուսաստանին, ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Մասնավորապես նա մեկնաբանել է մինչև ձմեռ պատերազմի ավարտի հնարավորությունը։ Մենք հասկանում ենք ակնարկներն ու ազդանշանները, որ պետք է անցնել հրադադարի ռեժիմի եւ սկսել խոսել Ռուսաստանի հետ։ Սակայն այն կետում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, մենք պատրաստ չենք հրադադարի ռեժիմին։ Այդպես մենք կորցրեցինք մեր տարածքների մեծ մասը, նշել է Զելենսկին։ Նրա խոսքով, եթե հիմա կանգ առնեն, Ուկրաինան կմնա առանց հարավային մասը եւ մի քանի տարի ելք չի ունենա դեպի ծով, իսկ ռուսական զորքերը կծավալվեն եւ կգնան Նիկոլաև եւ Օդեսա։ Ադրբեջանի նախագահ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Զելենսկուն անկախության օրվա առիթով։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերով եւ սկզբունքներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Ադրբեջանը հարգում է բոլոր պետությունների, այդ թվում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հաստատի Ալիևը Ղրիմը ճանաչել է Ուկրաինայի մաս։ Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին, ասել է Ալիևը։ Իրավաբան փաստաբան Արման Զերվանդյանը հայտարարել է, որ նախաձեռնել է Շուշիից եւ Հադրութից բռնի տեղահանված արցախցիների գույքային իրավունքների պաշտպանություն իրականացնել, եւ այդ հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչ հիմքերով է փաստաբանը դիմել մի ետ, արդյոք դրանք շատ փաստարկված են եւ արդյոք չկա մտավախություն, որ կարող է հիասթափեցնել հազարավոր արցախցիների։ Ես համաձայն չեմ նման ձևակերպումների, նախ եթե չդիմես դատարան, չես կարող առանց դիմելու գործ շահել։ Ցանկացած գործ, լինի աշխատանքային վեճ, հարկային թե արցախցու գույքային պահանջ, եթե չդիմես, ինչպես կարող ես փոխհատուցում ստանալ։ Մյուս խնդիրը դատարան դիմելիս առնվազն երկու ելք կա, կամ հաղթում ես կամ պարտվում։ Փաստաբանի էթիկայի կանոնակարգով հստակ նշվում է, փաստաբանը չի կարող ասել, որ հաստատ շահելու է գործը։ Դա արգելված է, դրա համար կարելի է մարդուն արտոնագրից զրկել։ Մենք ասում ենք իրավական հնարավորություն ենք տեսնում Ադրբեջանից պահանջելու իր գրաված տարածքներում մնացած անշարժ գույքի փոխհատուցում, դրա համար իրավական հիմքեր ունենք։ Եթե չտեսնենք իրավական հնարավորություն, ապա ինչու ենք մեր էներգիան եւ ժամանակը ծախսում այս գործի վրա։ Ես կարող եի կոմերցիոն գործունեություն իրականացնել, բայց ոչ այդ քայլին չեմ գնում, եւ Արցախը եւ ոչ մի արցախցի չեն վճարելու դրա համար, բայց այն, որ մենք տեսնում ենք իրավական հիմքեր, չի նշանակում, թե գործը շահելու ենք։ Մենք պնդում ենք, բայց դատարանը կարող է այլ կարծիքի լինել, ուղղակի մենք թե հանրությանը, թե տուժած քաղաքացիներին մի բան կարող ենք խոստանալ, այնինչ մեզանից հասնում է, անելու ենք կներկայացնենք լավագույն փաստարկները եւ ապացույցները ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բայց դատարանը ինչ կորոշի, չգիտենք։ Ինչ վերաբերում է իրավական հիմքերին, Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ պետություն է եւ հետեւաբար վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, իսկ կոնվենցիան պարտավորվածություններ է դնում անդամ պետությունների վրա։ Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով պետություններին պարտավորեցվում է ապօրինի գույք չպահել իր մոտ, քաղաքացիներից գույք չվերցնել առանց փոխհատուցման։ Ստացվում է, որ պատերազմական գործողությունների հետևանքով հադրութցիներն ու շուշեցիները բռնի տեղահանվել են, նրանց սեփական գույքը մնում է այդ տարածքներում, չեն կարողանում դրանից օգտվել։ Ըստ էության ֆորմալ առումով նրանք մինչև հիմա այդ գույքի սեփականատերն են, եւ Ադրբեջանը արդեն 2 տարի է խոչընդոտների առաջացնում, որ այդ մարդիկ կարողանան օգտվել իրենց սեփականությունից։ Մենք այս սերափոխհատուցումն ենք պահանջելու ու դրա համար տարիներ են պահանջվելու եւ այդ բոլոր տարիների համար փոխհատուցում ենք պահանջելու, ընդ որում շուկայական գնով։ Ես հիմա տասնյակ զանգերի եմ պատասխանում, խոսում եմ տեղահանված արցախցիների հետ, նրանք շատ վատ պայմաններում են ապրում, ահա որ։ Եթե մի յետում հաջողության հասնենք փոխհատուցման գործով, որտեղից երաշխիք եւ Ադրբեջանը կկատարի եվրոպական
դատարանի վճիռը հաշվի առնելով այն, որ պատերազմի ընթացքում դատարանի միջանկյալ մի քանի միջոցներ անտեսվել են այդ երկրի կողմից։ Եթե Եվրոպական դատարանը հօգուտ մեր քաղաքացիների վճիռ կայացրեց եւ Ադրբեջանի վրա դրեց փոխհատուցման պարտավորություն, ուշ թե շուտ կատարելու են փոխհատուցման համար տրվում է 3 ամի ժամանակ, եթե չկատարվեց, այդ գումարն աճում է, տոկոսներ են ավելանում երկրի համար, որը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռները, կունենա քաղաքական հետևանքներ, միջազգային զեկույցներում կնշվի այդ երկրի անունը բացասական երանգներով, ինչն էլ թույլատնում է այդ երկրի դիրքը միջազգային ասպարեզում։ Այդ պատճառով պետությունները նախընտրում են դրամական փոխհատուցման պահանջները շատ արագ կատարել եւ ազատվել այդ գլխացավանքից։ 2008-ի Վրաստան-Ռուսաստան քառօրյա պատերազմից հետո Միեդի 2 վճիռ կա, որոնցից մեկի համաձայն Ռուսաստանի վրա դրվել է որպես փոխհատուցում 10 միլիոն եվրոյի պարտավորություն եւ պարտադրվել է, որ այդ գումարը բաժանի 1500 դիմումատուների միջև։ Այդ նյութական փոխհատուցման վերաբերյալ դեռ որոշում չկա, հիմա ես անհամբեր սպասում եմ այդ որոշմանը, թե ինչպես է որոշվում փոխհատուցման չափը։ Կարծում եք դա կարող է նախադեպ լինել արցախցիների գործով։ Այո, միանշանակ դա նախադեպ կարող է լինել եւ ավելի շուտ կլինի, քան մեր գործերը։ Տեսեք, ռուս-վրացական պատերազմը 2008-ին է եղել եւ 13 տարի անց վճիռ է կայացվում։ Միեդում ունի միջպետական գանգատ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի, բայց անհատական քաղաքացիների գանգատներ չկան։ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով տրանսպորտային տարանցման ընթացքում չի փակվելու Հայաստանի որևէ ճանապարհ, չի խոչընդոտվելու Հայաստանի որևէ քաղաքացու տեղաշարժ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն, ասելով, թե իրականությանը չեն համապատասխանում որևէ ճանապարհ փակելու մասին խոսակցությունները, որ շրջանառվում են մամուլում։ Այստեղ դիտարկելի է երկու ասպեկտ։ Նախ ԱԱԾ հայտարարությունը փաստացի պարունակում է նախերգանքային տոնայնություն։ ԱԱԾ-ն չի խոսում այն մասին, որ տեսանելի ապագայում չկա եւ չի լինելու որևէ տարանցում, որովհետեւ դեռևս չկա համաձայնեցված որևէ ճանապարհ։ Սա նշանակում է, որ կա գործընթաց, որտեղ կան առարկայական քննարկումներ եւ դրանք կարող են ինչ-որ որոշման տեսք ստանալ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։ Իհարկե դա աներկբա ախուսափելի հեռանկար չէ, ամեն ինչ կարող է լինել այլ կերպ եւ կարող է չկայացվել որևէ որոշում, բայց որ Երևանը տեսնում է որոշակի տեխնիկական պատրաստություն, ակնառու է։ Դա կարող է կրել տակտիկական բնույթ, բայց այն կա եւ սա նշանակում է, որ Մոսկվայում հանդիպումը չի լինի հերթապահ։ Իսկ այստեղ առաջնային պլան է գալիս այն, թե Հայաստանում իրավիճակը այդ հանդիպմանն ընդառաջ որքանով է նպաստավոր լինելու Մոսկվայում հայկական կողմի ճկունության եւ հայկական շահերի հարցում դիմադրունակության համար։ Եվ այստեղ կա առիթ շոշափելու ԱԱԾ հայտարարության մյուս ասպեկտը, որը առնչվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը։ ԱԱԾ-ն ծանրակշիռ ինստիտուտ է եւ դրա հայտարարությունները պետք է լինեն համարժեք առիթի, եթե Հայաստանի ԱԱԾ-ն սկսի հերքել մամուլի տեղեկությունները, ապա այդ ինստիտուտը կարող է վերածվել, ասենք, շարքային մի մարմնի, որովհետև հայկական մեդիա տիրույթում գրեթե չնչին տոկոս է կազմում հերքման ոչ ենթակա տեղեկատվությունը։ Այստեղ շատ ավելի կարևոր է մեկ այլ բան, թե ԱԱԾ-ն ինչ լուծումներ ունի տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ խնդիրը միայն ԱԱԾ խնդիրը չէ, սակայն հայկական տեղեկատվական դաշտին մի հայացքն էլ բավական է հասկանալու համար, որ այդ դաշտը խոբան է Հայաստանի որևէ հակառակորդի համար։ Թուրքիայի կամ Ադրբեջանի որևէ միջին կարգի չինովնիկ կարող է իր մի գրառումով կամ հայտարարությամբ Հայաստանում ստեղծել տեղեկատվական եղանակ, թելադրել ներհասարակական եւ ներքաղաքական տրամադրություն։ Այստեղ է, որ ԱԱԾ-ն պետք է որպես ազգային անվտանգության համար պատասխանատվության առաջնագծում կանգնած ինստիտուտ ստանձնի ոչ թե տեղեկատվություն հերքողի, այլ տեղեկատվական դաշտ մաքրողի դեր։